Այս պահին ես չեմ կարող ասել ինչ կփոխվի, որովհետև իրենք ոչ մի փաթեթ ապահովագրական, այսինքն մեկն է լինելու այդ փաթեթը, չեն հրապարակում եւ չի բացառվում, որ այդ փաթեթում ներառած լինեն բոլոր այն ծառայությունները, որը այսօր էլ թոշակառուները օգտվում են անվճար։ Խոսքը վերաբերվում է օրինակ առաջնային օղակում իրենց բժշկական օգնությանը եւ սպասարկմանը, շտապ եւ անհետաձգելին, կյանք փրկող ծրագրերը, օրինակ Stand of Life ծրագիրը, այնպես որ այս պահին այդ սենսացիոն հայտարարության հետ զուգահեռ չեն հրապարակում ինչ են առաջարկելու 65+ տարիքի մեր քաղաքացիներին, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա, որ 65+ մեր քաղաքացիներին առաջարկելու են նույն բանը, այսինքն փաթեթը մեկն է լինելու, ինչ որ 0-ից 18 տարեկաններին, ինչ որ 200,000 եւ ավել ստացող աշխատավարձ մարդկանց, որոնց ապահովագրում են, այսինքն փաթեթը չի լինելու բազմազան, որովհետեւ հասկանալի է, որ 0-ից 18 տարեկան մեր քաղաքացիների երեխաների մոտ այլ խնդիրներ են, 65+-ի մոտ արդեն այլ բնույթի առողջական խնդիրներ են, այնպես որ այս պահին գնահատել այդ սենսացիոն հայտարարությունը, որ մենք պատմական բարեփոխում ենք արել, մենք չենք կարող ասել, էլի, ինչ բարեփոխում է դա։ Ինչպես կգնահատեին հայտարարությունը, որ ով էր ասել, որ թոշակառուների համար ծրի է լինելու ապահովագրությունը։ Ենթադրում եմ արդեն հող են պատրաստում հետագայում թոշակի տարիքը բարձրացնելու համար։ Իհարկե առողջապահական առումով հայտարարությունը այդքան էլ հասկանալի չի, որովհետև 65 տարեկանը, հատկապես 70 տարեկանը, չնայած իրենք կարող են լինել այո գործունյա, բայց իրենց առողջական խնդիրները կարող են փոխվել ժամերի ընթացքում եւ այսօր խոսել, որ նրանք կարող են եւ ընդունակ են ամեն ինչ անելու, այդքան էլ այդպես չի։ Պետությունը պետքա հաշվի նստի տարիքի հետ եւ իր հովանավորության տակ վերցնի արդեն այն մարդկանց, որոնք որ հասել են իրենց այդ պատկառելի տարիքին եւ պետք է վայելեն իրենց կյանքի մնացած հատվածը որպես թոշակառուներ նաեւ։ Դուք ոլորտին շատ մոտ եք, ինչ ազդակներ ունեինք թոշակառուներից հիմիկվա գործող անվճար համակարգից, իրենք գոհ էին, գոհ չեն, լրիվ ծառայությունները փակում էր, իրենց խնդիրները փակում էր, թե չէ։ Գործող առողջապահությունը որոշակիորեն թոշակառուներին տալիս էր հնարավորություն անվճար օգտվելու առողջապահությունից, իհարկե ոչ ամբողջական, եւ այս պահին թոշակառուները անհամբեր սպասում են, որ իրենք ունենալու են այլ առողջապահություն, օրինակ ունենալու են դեղորայքի փոխհատուցում, օրինակ ունենալու են անվճար հնարավորություն բազմաթիվ հետազոտություններ անելու եւ այդ սպասումները ինչքանով կարդարացվի ցույց կտա այն ժամանակ, երբ որ կհրապարակեն ապահովագրական փաթեթը եւ ինչ ծառայություններ են առաջարկում մեր թոշակառուներին։ Թոշակառուներին չէ, ավելի ճիշտ 65+ տարիքի քաղաքացիները, դեռ թոշակառուները 63+-ից են։ Իրենք հայեցակարգում ֆիքսել էին 63 տարեկանը, սակայն օրենքը բերեցին 65 տարեկանով։ Նախարարը անկեղծ գտնվեց եւ ասեց հաշվարկել ենք բյուջեի հնարավորությունները ուղղակի։ Այս պահին 64 եւ 65 տարեկանների համար ոչինչ չունեն առաջարկելու, մի փոքր այսպես փաթեթ են թողել, շտապ եւ անհետաձգելի, ինչպես նաեւ պրոֆիլակտիկ այցերը, այսինքն իրենք ստանալու են ուղղակի ԱԱՊ-ի ծառայությունները եւ շտապ եւ անհետաձգել են եւ որոշակիորեն կարծում եմ կթողեն այն պետպատվերից օգտվելու հնարավորությունը, որը որ կար մինչեւ ապահովագրության ընդունելը։ Դա վախություն չկա, որ հունվարի 1-ից ապահովագրական փաթեթը մտցնելուց հետո հսկայական հոսք կգնա բուժ հաստատություններ այդ ապահովագրության շրջանակներ, մասնավորապես թոշակառուներից։ Այո, ես կանխատեսել եմ եւ դրա մասին բազմիցս խոսել եմ, որ լինելու է չկառավարվող հերթեր, ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ պոլիկլինիկաներում, որովհետեւ բոլորը, հատկապես 65+ տարիքի մեր հայրենակիցները, ինչպես նաեւ բոլոր այն մարդիկ, որոնք որ արդեն իսկ պարտադիր ապահովագրական փաթեթ են ունենալու, այսինքն 395,000
200,000 եւ ավել ստացող քաղաքացիները սպասում են իրենց ապահովագրական փաթեթին եւ հունվարից բոլորը դիմելու են եւ պլանային հետազոտությունների եւ բուժումների համար եւ առաջնային օղակից համապատասխան ուղեգրումներ ստանալու համար եւ մենք ունենալու ենք անկառավարելի վիճակ, ինչը բերելու է, որ 3-4 ամիս հետո արդեն ֆինանսական լուրջ խնդիրներ են լինելու եւ ես ինչքանով որ հասկանում եմ, չի նախատեսվել այդ ապահովության բարձիկը, այսինքն չի հաշվարկվել, որ կարող է հավելյալ գումարների կարիք լինի այդ փաթեթները ծածկելու համար։ Իրենք մի ուրիշ բան են մտցրել 6 ամիս հերթագրումները, այսինքն կսկսեն հերթագրել քաղաքացիներին։